Բարև ձեզ։ Մի հատ լսենք։ Ներից մեկն էլ բարձրաձայնեց սահմանամերձ գյուղերի դատարկման խնդրի մասին, որին Սերժ Սարգսյանն ուշագրավ պատասխան տվեց։ Մի քիչ ճիշտ չի նախընտրական փուլում այսպիսի բաների մասին խոսելը։ Ես այդպիսի մեծ խնդրեմ չեմ տեսնում, գիտեք, երբ որ խոսում են լեռնային գյուղերի մասին, խոսում են դատարկվող գյուղերի մասին։ Չգիտեմ այդ խնդրեմը ինչքան է ակտուալ, որովհետև մարդը այսօր ապրելիս ունի գյուղում թե քաղաքում, ուզում է կյանքի համար լավ պայմաններ, հարմարավետ պայմաններ։ Եվ եթե այսօր հարթավայրում կամ մոտիկությամբ կամ մի գյուղ, որտեղ ապրում են 5000-6000 մարդ, որն ապահովված է խմելու ջրով, ոռոգման ջրով, գազաֆիկացված է, ինտերնետը հասանելի է, դպրոցները վերանորոգված են, մանկապարտեզ կա, ես կնախընտրեի, որ 3-5-7 կիլոմետր վերև ապրող 10-12 ընտանիքը իջներ այդտեղ այս մի գյուղում ապրեր, երեխային ուղարկեր կարգին նորմալ դպրոց, մինչև կկարողանանք ձեռներներս կհասնի եւ այն վերևի գյուղը գազք քաշենք կամ դպրոց կկառուցենք։ Պրոբլեմները այնքան շատ են, որ այդպիսի բաների մասին մտածելը դեռևս շատ վաղ է։ Ասենք եթե Երևանի դպրոցը չի ջերուսվում, մենք ինչ հնարավորություն ունենք գնանք սահմանամերձ գյուղում, այնպիսի պայմաններ ստեղծենք, որ մենք վեր գնանք այնտեղ ապրենք։ Մենք պետք է կենսական խնդիրների մասին առաջին հերթին մտածենք։ Կենսական։ Ռուսերեն մի հատ բառ կա, նիկչոմնի։ Ինչքան մարդ պետք է անտաղանդ լինի, որ նման արտահայտություն անի։ Պետությունը այդ ընտանիք է։ Վերցնենք մի հատ փոքր ընտանիք։ Տան տղամարդը պետք է ինչքան նիկչոմնի լինի։ Որ ասի միջև ձեռքերս այդտեղ հասնի եւ այլն, եկեք սաղս լցվենք մի սենյակի մեջ։ Չօգտագործենք այդ սենյակները։ Բայց զատո նստած հարևանի սենյակներից եք խոսում, պաթոսա խեղտանում։ Մարդ ինչքան պետք է լարի ծնգած լինի, էշի ծնգած։ Այդ հենց էշից իջել եք, դարել եք ղեկավար, հիմա էլ պոռոթախոսությունով եք զբաղված։ Թե բա Նիկոլը սխալ քաղաքականություն ավարում, այդ ձեր հետ եք համեմատվում նոր այդպես եզրակացություններ հայտնում։ Այդ ձեր ընտանիքի պապաների պատճառով է, որ ազգը պապայա փնտրում։ Կամ ռուսի տակ մտնի, կամ եսիմոն տակ մտնի, որտեղ սաղ կյանքը պապա չի տեսել։ Նորմալ հեր չի ունեցել տան մեջ։ Դրա համար էլ ձեր քաղաքականությունը միայն պարկելու մասին է։ Ուն տակ պարկեք, որ մի բան փոկեք, որովհետև ինքնուրույն ստեղծելու անընդունակ եք։ Դե դրա համար էլ դրել ես ասում ես փողեր ամասխում էլի, գյուղերում բան ասարկում, ճանապարհներ ասարկում, եկել դպրոցներ ակառուցում։ Հոբա, սխալ բան անում։ Ասма գերադը ասում եմ հարթավայրում, որտեղ որ դպրոց կա, հարմարություն կա, այն գյուղի ժողովուրդը իջնեն ընդե։ Ինչ է որ կսարքի, էշ մի սատկի գարուն կգա։ Բա այս ժողովուրդը դու եփ էիր вообще սատկելով, որ այս ժողովուրդը մի հատ հույս ունենար էլի, եթե հեղափոխությունը չլներ։ Խաչա դու սատկեիր, քո նման մի հատ անասուն էր գալու, քո ձախ ձուն էր գալու։ Չեմ կարում սկի Երևանը ջերուզեմ, որ մնաց ընդե ջերուզեմ։ Բա ինչ ոտերից համար էիր դու նստած այդքան տարի, կենսական խնդիրները պետք է լուծեին, կենսական խնդիրները ձեր հարստացումներ, չէ՞։ Ձեր սեփական, կենսական խնդիրները լուծելն էր։ Այս սա էր ամենամեծ խնդիրը մեր հայ ժողովրդի, որ դուք սկի գաղափարել չունեիք, թե այդ խնդիրները ոնց լուծեիք, որովհետև դու որ նայում ես շրջապատդ, դու որ կապույտ գույն ես փնտրում, դու մենակ այդ կապույտն ես տեսնում։ Եթե դու կարմիր կամ կարեջնավի գույն ես փնտրում, դու մենակ այդ գույներն ես տեսնում։ Եթե դու փնտրել ես ոնց տալաներ, դու ոնց կարայիր տեսնեիր այդ ճանապարհակարտեզը, թե ոնց զարգացնես պետությունդ։ Տոսկի ոռել չունեիր, որ էդի անեիր։ Հասկացա՞ր, դրա համար հիմա սաղը, այսենց աբիժնիկ, չասեմ ինչ կպած, դաշնակ կպած, ծանր եք տանում, որ Փաշինյանը հելավ սաղի ծալեց, մի հատ օլոմբա արեց, ու հիմա վիզ դրած ամեն ինչ կառուցում է, որտեղ այդ մարդը ուղիղ նայում է ու փնտրում է հնարները, ոնց երկիրը զարգացնի, այ օլոխ։ Չգիտես այդ խնդրը ինչքան ակտուալ, մարդը ուզում է կոմֆորտնի ապրի, բա քեզ դրել են տավարիցավ, որ դու այդ կոմֆորտը ստեղծես այդ մարդկության համար։ Դրա համար հիմա ճորթվում ու լոճվում, որ այդ նույն կոմֆորտը գյուղերում ստեղծվում է մարդկության համար։ Այն դաժե են քո այն թիմակիցները, քո ասածից ֆրացին իրար նայեցին, տեսան ասում ես ինչա դուրս տալի։ Բա մի քիչ ճիշտ չի նախընտրական փուլում այս բաների մասին խոսելը, խի ամոթ ես անում։ Դե նախընտրական փուլի կխփի այդ մասին հիշեցնելը, որ գյուղեր են դատարկվում, որ պետությունն է դատարկվում։ Իսկ բերել լցրել եք սա Երևան, մի 5 հատ նույն կառույցից բացել եք, ասենք ապահովագրականա, խանութա, չգիտեմ, տնտեսվարներ ինչ որ, որպեսի կոնկուրենցիա չլինի, որ ժողովուրդն ստիպված գնա։ Այդ գյուղերը դա դատարկելով հերթով գալիս էի 2 ղեկավար, 3 ղեկավար։ Ու հիմա էլ դրել եք Նիկոլի Մանեկոսին։ Որ պետք է իրոք
այդ ինչ աստիճանի պատոշ դեմք ունենա, ճուգուն, որ հենի հիմա ընդհանրապես ասպարեզում երևա։ Այս քաղաքական պոռնկության պատճառով է, որ Ռուսաստանից բռնած հայերը ասում են, դե եթե ռուսի տակ չեք պարկում, ուրեմն թուրքի տակ եք պարկելու։ Բացի պարկելուց ուրիշ բան չեն կարող խոսել։ Որտեղ ձեր նման պապաները այտենց դաստիարակություն են տվել, այդ են ցույց տվել, որ սեփական պետությունը ոչ մի բանի ընդունակ չի, ոչինչ չունի, ոչ մի հնարավորություն չունի։ Այսինքն պետք է մնա ռուս սապոկի հույսին, մեկ էլ վրացու են նեղ ճանապարհին են շիզոֆրենիկի, որ երբ ուզում բացում փագում էր, երբ ռուսը գլխին տար, մեր դեմը ճանապարհը փագում էր։ Հիմա էլ թուրքական բենզինից եք խոսում։ Ես ավելի լավ այդ թուրքական բենզինը լցնեմ, քան թե ռուսական։ Այո, ստե պրինցիպի հարց է իմ մոտ։ Որովհետև այդ նույն թուրքին ու հային ճակատի են տվել ռուսը։ Ու իր բենզինը բերի տա քեզ, կրկնակի գնով, էշի ծնգած։ Թուրքի բենզինից ես վատանում, իսկ դու վստահ ես, որ Ռուսաստանից մենակ ռուսի բենզինն է եկել։ Այդտենց վստահ ես, անալիզ ես վերցրել։ Թե վատ ես զգում, որ հիմա հայ ազգը էժան առնելու, ու ռուսի գրպանը չի գնալու։ Երբ դրանից ավելի վատ ես զգում։ Որովհետև դուք որ գնում եք Թուրքիաները տրճիկ եք տալի, ինչ որ վատ չեք զգում ձեզ։ Որ Թուրքիայում եք գտնվում։ Թուրքական շորերը հակնելուց վատ չեք զգում։ Թուրքական բենզինը վույքա, իսկ արդեն դավաճանություն է։ Լուրջ եք ասում։ Իսկ հիմա անդրադառնամ այդ Մոմարոքյանին, այդ խեսնես ծանր տարե Պետրոսի գրածից Էդմոն ջան։ Բադու մեր հարկատուների շնորհիվ ինչքան փող ես լապ է, որպեսի հելնես հակապետական բաներ անես։ Գիտակցելով, որ Փաշինյանը ճիշտ է, դու մեկա այն 5-րդ Շարասյան ասեղին թել ես թելում։ Մի հատ կարելի է հարցնել ինչ իրավունքով։ Ինչ իրավունքով ես դու այդ աշխատավարձները պետությունից ստացել ու պետության համար 0 աշխատանք կատարել։ Մի հատ կարելի է իմանալ, որովհետև խի եմ ասում 0, 0 չներ հիմա դու քո պաշտոնին կլնեիր։ Իսկ եթե քեզ անել են, ուրեմն դու 0 ես։ Դու ընդամենը փող ես կերել։ Հարկատուներիս հաշվին։ Մենք ընտրել ենք այդ ղեկավարությանը։ Բա որ դու տենց հայ ազգին հարգող մարդ ես, քրիստոնյաներին հարգող մարդ ես, բա ես էլ եմ քրիստոնյա, բա ես հելնում եմ այդ ուղտ երթին։ Բայց գնում եմ Գարեգինի, պիղծ Գարեգինի դեմ եմ խոսում, որտեղ ես չեմ ուզում, որ մեր երեխեքը գոմիկների մոտ կընկվեն։ Բախի չես հելնում մեր շահերը պաշտպանում, երբ որ մեզ աղանդներ են ասում, հա։ Двойные стандарты, как русские говорят, Էդմոն Մարոկյան։ Դուք որ հելնում եք sense կապիկությունով եք զբաղվում։ Դուք ընդհանրապես ձեզ եք վարկաբեկում։ Մեզ ինչ, մեր ոտերին չի։ Պետրոսը ճիշտ է անում, որ քեզ չի կանչում։ Կանչի ինչ անի։ Հենա լավ է բլբլում ես քո էջում։ Քեզ հասանելի լսարանը քեզ լսում է հերիքա։ Բավարարվի։ Ժողովուրդ ջան, դեռ բոլոր անցած տոները շնորհավորում եմ։ Ինձ ներող եղեք ստիպված մեսենջերը փակեցի, դրա համար նոր մարդիկ չէին կարողանում գրեին, որովհետև մեսենջերով այդպես էլ ժողովուրդը չթարգեց շնորհավորելը։ Բոլորիդ շնորհավորում եմ բոլոր անցած տոներով, կներեք, որ չեմ շնորհավորել այսպես, որովհետև ձայնս կտրվել էր հիվանդացել էի։ Շնորհակալ եմ նոր տարվա գիշերվա հեքիաթի համար բոլոր կազմակերպիչներին։ Ձեզ մաղթում եմ աշխատանքային լավ օրեր, արդյունավետ տարի եւ խաղաղ տարի։ Բոլորիդ սիրում հարգում եմ, պինդ պահեք մեր պետությունը։ Ստեսություն ձեզ։